Բարի երեկո, եթերում է լրատվական կենտրոնը, այսօրվա թեմաներն են։ Երևանն ու Բաքուն բանակցում են ադրբեջանական նավթ ներկրելու շուրջ, հայկական ընկերությունները պատրաստակամություն հայտնել են։ Կան ընկերություններ, բանակցությունների մեջ են։ Հիմնավոր կասկածի արձանագրումը, որ կարողանա Սամվել Կարապետյանի փաստաբաններն ահազանգում են ապօրինությունների մասին։ 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու կոնկրետ արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում։ Այստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը կարծում եմ շատ դժվար է։ Ավարտվող դատավարությանը հայ գերիները վերջին խոսքում չեն ընդունել մեղադրանքը։ Ցավոք սրտի որևէ լավատեսական, ասենք, պրոգնոզ մենք չենք կարող տալ այս դեպքում, հաշվի առնելով նախկինում փորձը։ Սկանդալային պատմություններով ու քրեական գործերով հայտնի Նավասարդ Կճոյանը ինչու միացավ կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Զելենսկին հայտարարում է, որ տարածքային զիջումների հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը հանրաքվեով։ Եվ այսպես Երևանը պաշտոնապես հաստատում է, որ Բաքվի հետ քննարկում է ադրբեջանական նավթի ներմուծման հարցը։ Ընդ որում հայկական կողմն արդեն ապահովել է, որ ցանկացողները ադրբեջանցիների հետ կապ հաստատեն։ Ավելին դեռ չի գաղտնազերծվում, հստակ է միայն, որ վառելիքը գալու է Վրաստանով, շրջանցելով հայ-ադրբեջանական փակ սահմանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է, օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Ազատության հարցմանի պատասխան, թե արդյոք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման հարցի շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է։ Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան։ Ազատությունը նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ինչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան որընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել, ինչ գնի շրջանակներում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին եւ արդյոք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ։ Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների եւ ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական։ Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից։ Անցած շաբաթ միջազգային ֆորումում այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել էր, որ սահմանազատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ One of the areas that we are currently considering is an oil and oil products export from Azerbaijan to Armenia. Այժմ մեր կողմից քննարկվող ոլորտներից մեկը նավթի եւ նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի փոխադարձ առևտրի էլ ինչ ոլորտներ են դիտարկում Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս հարցին էլ փոխվարչապետը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով, որ այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են։ Կան ընկերություններ, բանակցությունների մեջ են։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ այս պահին արդեն իսկ հայաստանյան կոնկրետ ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ, բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ։ Տեղեկությունը Ազատությանը փոխանցած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սակայն չցանկացավ տալ այդ ընկերությունների անունները, դա պայմանավորելով առևտրային գաղտնիքով։ Չեմ կարող ասել, որովհետև դա այս փուլում ասելը շատ խնդրահարույց է, իսկ դա կազմակերպություններ են պետք է հայտարարեն, իրենց առևտրային գաղտնիքն է իրենց մատակարարման շղթաների։ Բայց հայաստանյան ընկերություններ կան, որոնք այժմ բանակցությունների մեջ են ադրբեջանական կողմի հետ։ Այո։ Իսկ արդյոք ադրբեջանական վառելիքը կարող է մրցունակ լինել հայաստանյան շուկայում այն պարագայում, երբ Հայաստանը հիմնականում վառելիք ներկրում է Ռուսաստանից։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով այդ հարցին պետք է պատասխանեն գործարարները։ Եթե մրցունակ եղավ կմտնի շուկա, եթե չեղավ, չէ։ Այսինքն պետության գործը մրցունակության վրա ազդելը չէ, պետության գործը հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծելն է։ Դա մնացածը արդեն մասնավոր պետք է բանակցի, խոսի, նա կարող է գնալ այնտեղ բանակցեն, ուրիշ տեղ ավելի լավ գիտես անգամ իրանց տան, օրինակ դրա հաշվին, այդ հնարավորության հաշվին օրինակ, կամ կարող է լավ գին լինի
կարողանան աշխատեն։ Այսինքն դրանք հարցեր են, որոնք որ գործարարշրջանակը մենակ կարա պատասխանել։ Իսկ այս պահին կա որևէ ընկերություն, որն արդեն իսկ ներկրել է ադրբեջանական վառելիք, թե առայժմ միայն բանակցությունների փուլն է։ Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական վառելիքը ներկրվի, ապա այդ մասին կհայտարարվի։ Պարոն Պապոյան, այսինքն այս պահին դեռևս որևէ մեկը չի ներկրել որևէ խմբականակ, ընդհանրապես բանակցություններն է գնում, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Ներկրեն դուք կիմանաք դրա մասին։ Կհայտարարեք դուք, չէ՞։ Իհարկե։ Վառելիքի մասնարարպես բենզինի հայաստանյան շուկայում առաջատար են մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկը գործարար Աշոտ Սալազարյանին պատկանող CPS Energy Group-ն է։ CPS-ը ըստ պետական եկամուտների կոմիտեի 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 7-րդ խոշոր հարկատուն է եւ վճարել է 19 միլիարդ դրամի հարկ։ Ընկերությանը հարցում ենք ուղարկել, փորձելով պարզել, արդյոք CPS-ը հետաքրքրված է ադրբեջանական վառելիքի ներկրմամբ։ Ընկերությունից փոխանցեցին, թե հարցին կպատասխանեն, եթե նպատակահարմար համարեն։ Առայժմ պատասխան չկա։ Երկրորդ խոշոր ընկերությունը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող Ֆլեշն է։ Այս ընկերությունն էլ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 22-րդ տեղում է եւ անցած 9 ամսում վճարել է 11 միլիարդ դրամի հարկ։ Ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը, որ Բարսեղ Բեգլարյանի որդին է, այսօր հրաժարվեց պատասխանել ազատության հարցերին։ Բենզինի եւ դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող Մաքսոյելը խոշոր հարկատուների ցանկում 24-րդ տեղում է, մոտ 10 միլիարդ վճարած հարկով։ Ըստ պետռեգիստրի այս ընկերության սեփականատերն է հանրապետական նախկին падգամավոր Հարություն Փամբուկյանի որդին Էդգար Փամբուկյանը։ Խոշոր ընկերությունների շարքում է նաև իշխանական падգամավոր Խաչատուր Սուքյասյանի ընտանիքին պատկանող Սիլ կապիտալի մեջ մտնող Մեգա Թրեյդ ընկերությունը, որը խոշոր հարկատուների ցուցակում 34-րդն է, շուրջ 7.3 միլիարդ դրամ վճարած հարկով։ Մեգա Թրեյդը վերջերս շուկա մտած Գալֆ Արմենիայի 50%-ի բաժնետերն է։ Մյուս 50%-ը պատկանում է օտարերկրյա շահառուներ ունեցող Անիս Պետրոլիումին։ Հայաստանն ըստ պաշտոնական տվյալների անցած տարի 490,000 տոննա վառելիք է ներկրել, որից 300,000, այսինքն 62%-ը Ռուսաստանից։ Թե կոնկրետ ովքեր են արդեն սկսել բանակցություններ ադրբեջանական կողմի հետ բենզինի եւ դիզվառելիքի ներկրման համար, պարզ չէ։ Այս շուկայում խոշոր խաղացողներն առայժմ լռություն են պահպանում։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ասել է, որ Անկարան գոհունակությամբ հետևում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դրական զարգացումներին ու աջակցում գործընթացը կայուն ավարտելու ջանքերին։ Այլ թեմաներ, Սամվել Կարապետյանի փաստաբաններն ահազանգում են, որ իրավապահները ավելի հեռուն են գնացել խուզարկելով այն փորձագետի տունը, որը հանցակազմ չէր տեսել գործարարի հայտնի խոսքում, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը։ Հենց այս արտահայտությունն են իրավապահները որակել իշխանությունը զավթելու կոչ ամիսներ շարունակ փակի տակ պահելով Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը։ Տեսանյութն այժմ մոնտաժվում է։ Իդեպ 3 Արցախի ներկայացությունում խուզարկությունից հետո փաստաբանն ասել էր, թե շինծուգործը փորձում են կապել նաև Սամվել Կարապետյանի հետ։ Իրավապահները արցախցիների գրասենյակ էին գնացել շատ չանցած նրանց հավաքից, որտեղ հայտարարվել էր, որ չեն հրաժարվելու վերադարձի իրավունքից։ Ամեն բառի պատասխանատվությունը գիտակցելով հայտարարում եմ։ Սամվել Կարապետյանը նշված գործողությունների հետ նշված գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի 0 առնչություն։ Լեռնային Ղարաբաղի ներկայացությունում 3 տեղի ունեցած խուզարկության մասին է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի այս հայտարարությունը։ Քննչական կոմիտեից այսօր էլ չեն ասում, ինչ էին 5 ժամ շարունակ փնտրում Արցախի ներկայացության շենքում, ինչ գտան եւ ինչ կապ ունի այս ամենի հետ Տաշիր գրուպի սեփականատերը։ Մնացածը ինչ արգարավել են, ես կարծում եմ դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող։ Մինչ իրավապահները լռում են, փաստաբան Ռոման Երիցյանից 3 տեղեկացանք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, նախաձեռնվել է այս տարվա հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Երիցյանը նաեւ ակնարկել էր, դատարանը իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Փակագծեր չբացելով փաստաբանը 3 չբացառեց, որ Արցախի ներկայացությունում խուզարկությունը իրականացվում է այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Որ քաղաքական հետապնդումների համար դուք այսօր Սամվել Կարապետյանի անունն եք նշել, արդյոք այդ դրա մասին է։ Այս պայդրությամբ ես կրկնում եմ, գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական փաստաթղթերից ոչ մի բարեգործական գործողությունների վերաբերելի փաստաթղթերից ոչինչ այստեղից չեն կարող գտնել։ Այնուամենայնիվ, հիմքում ի թիվս այլոց դրված է նաև այդ հանգամանքը, ես դա եմ ասել։ Հիմա դրանից ըստ իս կարելի է հետևություն կատարել, որ փորձել են նաև
այստեղից ինչ որ, չգիտեմ, այնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում։ Արցախի ներկայացությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 միլիոն դոլարից էլ ավել կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիսի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային եւ Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն։ Իրավական փոխօգնության շրջանակներում վստահ եմ Ադրբեջանից քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Թող իրավական փոխօգնությունով դիմեն ստանան։ Ասեն ինչի համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում։ Երբ քննիչները խուզարկում էին Արցախի ներկայացության շենքը, պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին հայտնեց, թե փորձում են գտնել Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր։ Վստահ էր, ոչինչ էլ չեն գտնի, քանի որ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռ 2023-ին ինքնակամ դիմել է դատախազին։ Հարուցվել է քրեական գործ, Շահրամանյանը որպես վկա հարձակվել է, իսկ ներդրումային հիմնադրամի կրիչները արգրավել էին դեռ այն ժամանակ։ Մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղանումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Արցախի ներդրումային հիմնադրամը 2018-ին էր ստեղծվել Արցախի տնտեսական զարգացմանն աջակցելու համար։ Արցախի հայաթափումից հետո դրա մուտք գործարքների շուրջ հարցեր առաջացան։ Գարնանը մի խումբ արցախցիներ ներկայացության դիմաց բողոքի էին դուրս եկել, պահանջելով Շահրամանյանից պատասխանել, ուր են անհետացել ներդրումային հիմնադրամի միլիոնները, ովքեր են դրանք թալանել։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետեւ այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին է փորձում թիրախավորել, մեղադրել։ Տարիների ընթացքում միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը երբեք չէր շոշափվել այս թեմայով։ Քննչական կոմիտեն շարունակում է լռել։ Արցախի ներկայացության փաստաբան Երիցյանը խոստանում առաջիկայում փակագծեր բացել։ Արդեն 7 ամիս ճաղերի ետևում գտնվող Կարապետյանի փաստաբաններն էլ այսօր հայտարարեցին. նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս փաստաթղթեր հրապարակել, որոնք կբացառեն Կարապետյանի մասնակցությունը այս ամենին։ Լրատվական կենտրոնն է եթերում, լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Այժմ էլ թողարկման երկրորդ հատվածի թեմաները։ Ավարտվող դատավարությանը հայ գերիները վերջին խոսքում չեն ընդունել մեղադրանքը։ Ցավոք սրտի որևէ լավատեսական, ասենք, պրոգնոզ մենք չենք կարող տալ այս դեպքում, հաշվի առնելով նախկինում փորձը։ Սկանդալային պատմություններով ու քրեական գործերով հայտնի Նավասարդ Կճոյանը ինչու միացավ կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Զելենսկին հայտարարում է, որ տարածքային զիջումների հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը հանրաքվեով։ Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանը կարծում է բարձրաստիճան հոգևորականին ի վերջո կվիրահատեն իր ուզած հիվանդանոցում, նա սակայն համոզված է, որ եթե չլիներ հանրային աղմուկը 62-ամյա Միքայել Սրբազանը չէր ստանալու անհրաժեշտ բուժօգնությունը, քանի որ պաշտոնյաներն ասում էին, թե Աջապահյանից դիմում չեն ստացել։ Մեր դիմումները վերաբերել է անձի առողջությանը, հետևաբար այդտեղ ընթացակային խնդիրների մասին 2 ամիս հետո բարձրաձայնումներ անելը մեր գնահատմամբ ավելորդ բյուրոկրատական քաշքշումներ են եւ նաեւ դա առնչություն ունի այն քաղաքական հետապնդման հետ, որ իրականացվում է Միքայել Սրբազանի նկատմամբ։ Միտում եղել է, հետո արդեն այս բարձրաձայնումների հասցին շնորհիվ այդ վերացել են էլի խոչընդոտները, որովհետեւ նայեք, բարձ տրամաբանություն, եթե մենք գրում ենք վարչական մարմնին, ասում ենք, որ այսինչ գործողությունը կատարիր, հա, եթե այդ դիմումը ինքը իր մեջ պարունակում է ինչ-որ տեխնիկական թերություններ, ուրեմն վարչական մարմինը պետք է պատասխանի, չեք գցել այսինչ փաստաթուղթը, չեք դիմել այս ընթացակարգի։ Մինչդեռ իրենք Միքայել Սրբազանին առաջարկել են ընդհանրապես անվճար բուժօգնություն անցնել իրենց առաջարկած պայմաններով։ Իրենք չեն ասել դիմումը կամ դիմելաձևը որևէ խնդիր ունի։ Հիմա նոր դրա մասին խոսում են, արդեն առարկայազուրկ է ու նաև անհեթեթություն է իմ գնահատմամբ, որտեղ մենք գործ ունենք անձի առողջության իրավունքի հետ, որը հիմնարար իրավունք է։
Շիրակի թեմի առաջնորդը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, իշխանության զավթման կոչի հոդվածով մեղադրանքը քաղաքական է համարում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ պատարագին, արդյոք մեծամորում էլ նրան Երևանից կուղեկցի Նավասարդ arczepiskopos Կճոյանը, որը լծվել է վարչապետի հռչակած եկեղեցու նորոգմանը, բայց Կճոյանին հիշեցնում են շքեղ ունեցվածքը, սկանդալային պատմություններն ու քրեական գործերը։ Գլխավոր դատախազությունը Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ Կճոյանի դեմ այս գործով դատախազը դատարան է դիմել մոտ 2 ամիս առաջ, երբ arczepiskopos Կճոյանը դեռ չէր միացել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պայքարին։ Ներկայացված հայցով գլխավոր դատախազությունը պահանջում է դադարեցնել Կճոյանի հողամասի կառուցապատման իրավունքը։ Երևան համայնքին պատկանող հողատարածքը բարձրաստիճան հոգևորականին տարիներ առաջ տրամադրվել է կառուցապատման համար։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Դատախազությունից ազատությանը հայտնեցին մոտ 8000 քառակուսի մակերեսով հողամասը Սուրբ Աբգար Թագավորի փողոցում է։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Թե ինչ պետք է կառուցեր հոգևորականը դատախազությունից չեն մանրամասնում։ Նավասարդ arczepiskopos Կճոյանից մեկնաբանություն ստանալ ազատությանը չի հաջողվել։ Կադաստրի կոմիտեից տեղեկացանք, որ Կճոյանը կառուցապատման իրավունքը ստացել է 13 տարի առաջ, 2012 թվականին, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր։ Զուգադիպություն է արդյոք, որ դատախազությունը այս հողամասը հիշեց այն նույն փուլում, երբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնկալում էր նաև հոգևորականների աջակցությունը վեհափառին հեռացնելու հարցում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քիչ հավանական է համարում։ Ակնհայտ է դատելով հրապարակային ելույթներից, տեսնելով այն ամբողջ ինչ որ տեսնում ենք մենք, կարելի ասել, որ այո, բանսարկություններով են փորձում իրենց նպատակին հասնել իշխանությունները, եկեղեցի իշխանություն առճակատման այս պատմության մեջ, այո, դիմում են նաև բանսարկությունների։ Դա ակնհայտ երևում է։ Հիմա Կճոյանի այս մի կոնկրետ դեպքը այդ բանսարկության դրվագ է առանցին թե ոչ, կարող եմ կռահել, բայց պնդել չեմ կարող։ Մինչ հողամասի կառուցապատման դադարեցման հայցի քննությունը նոր է սկսվում, այս շաբաթ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը ավելի քան 1 տարի առաջ մերժել է arczepiskopos Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը։ Կան արդյոք այլ գործեր, որոնցով անցնում է բարձրաստիճան հոգևորականը։ Ազատությունը դատախազություն գրավոր հարցում է ուղարկել։ Պատասխան դեռ չունենք։ Կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Նավասարդ arczepiskopos Կճոյանն ու մյուս բարձրաստիճան հոգևորականները իրավապաշտպանը չի բացառում, որ կոմպրոմատների գործադրման հետևանքով հայտնվեցին վարչապետի աշխատասենյակում։ ՔՊԱ-ականները մինչդեռ հերքում են պարբերաբար հնչող այս մեղադրանքները, պնդում, եթե իշխանությունը նման մեթոդներով աշխատեր, կաթողիկոսը վաղուց հեռացած կլիներ գահից։ Երբ որ օպերատիվ գործ է արվում, այդ օպերատիվ գործը նեն չի, այսինքն մարդուն սկսում են հետազոտել կապերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ երբ որ տվյալը բացահայտվում է, տվյալ չեն կարող ջնջեն ուղակի։ Հիմա ես ինչու գիտեմ դրանց մասին։ Մի պարզ պատճառով, որովհետեւ այդ օպերատիվ միջոցառում իրականացրած մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Վարդան Հարությունյանի գնահատմամբ հոգևորականներից մեկը, որին իշխանությունը չի կարողացել ճնշել, Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն է։ Նա այժմ ճաղերի հետևում է թմրանյութի գործով։ Կալանավորվելուց առաջ Խաչատյանը հայտնել էր, որ իր հետ ավելի վաղ ԱԱԾ ներկայացուցիչներ են հանդիպել։ Կառույցից Սրբազանի այս հայտարարությանը մինչ օրս չեն արձագանքել։ Եվ ես չեմ էլ բացառում, որ ապագայում նոր եպիսկոպոսներ այս կողմ քաշվեն, որովհետև ասենք սրա կամ նրա վրա կարող է գտնվել այս կամ այն կոմպրոմատը կամ նրա նրատավորող այս կամ այն պատմությունը կամ ինչ որ քրեական գործեր կարող են լինել, ես բոլորովին չեմ բացառում, արդեն տեսնում եմ այդ զարգացումը, դա երևում է արդեն եւ քանի որ ունենք մի քանի օրինակ, չի կարելի բացառել, որ ապագայում նույնպես կարող ենք ունենալ։ Որ վեհափառի հեռացման իշխանության օրակարգին այլ եպիսկոպոսներ եւս առաջիկայում կմիանան, իշխանականները արդեն հայտարարում են։
Եվ խոստացված ռեպորտաժը Սամվել Կարապետյանի փաստաբաններն ահազանգում են, որ իրավապահներն ավելի հեռուն են գնացել խուզարկելով այն փորձագետի տունը, որը հանցակազմ չէր տեսել գործարարի հայտնի խոսքում, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը։ Հենց այս արտահայտությունն են իրավապահները որակել իշխանությունը զավթելու կոչ ամիսներ շարունակ փակի տակ պահելով Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը։ Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական կարծիք են հայտնել Սամվել Կարապետյանի գործով։ Ըստ պաշտպանական խմբին նրանց քննչական են կանչել, իսկ 3 խուզարկել են լեզվաբաններից Վանո Եղիազարյանի տունը, առգրավել նրա հեռախոսը։ Եվ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Փաստաբաններից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան։ Արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա։ Մասնագետները եզրակացրել են, որ չկա։ Փորձագետի տունը խուզարկելը եւս մի հավելյալ ապացույցի տեսակ է, մի հավելյալ կերպ է ապացուցվում, որ այդ մարդիկ շահագրգռված են միայն շինցու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով եւ Պաշտպանական խումբը եզրակացությունները 5 ամիս առաջ ներկայացրել է քննող մեղադրող կողմերին ու դատարանին, բայց որևէ ազդեցություն չեն ունեցել։ Պաշտպաններից նախկին դատավոր Արշակ Վարդանյանը զարմացած է, որ դատարանը փորձագետի բնակարանը խուզարկելու որոշում է կայացրել։ 5-րդ ամսվա ընթացքում բնակարանի խուզարկություն ու վարկածը հետևյալն է, որ այ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմաց Ռուբեն Հակոբյանին մյուս 2 փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք այն մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները։ Ինչու են քննիչները փորձագետներին հասել, ինչ են փնտրել լեզվաբանի տանը։ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մանրամասնել, միայն նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարել։ Լեզվաբանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Նրա հեռախոսը ըստ փաստաբանի քննչականում է։ Ինչ ասենք, եթե այս վիճակն է 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու կոնկրետ արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում, Ստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը կարծում եմ շատ դժվար է։ Մինչև խուզարկությունը նրանց հարցաքննել են։ Նրանք էլ պատմել են, թե փաստաբան Ռուբեն Հակոբյանն է իրենց դիմել, ինչպես ուրիշ այլ գործերով են դիմում փորձագետներին, բայց քննիչները չեն բավարարվել ու անցել են գործողությունների։ Սա ազդակ է բոլոր նրանց, որ կհամարձակվեն մի բան անելու, ասել, որ Սամվել Կարապետյանի դեմ չէ։ Սա հաստատում է նաև քննչական խմբի խոստովանությունը, որ նրանք հակված են քննել միայն նրանց, որ Կարապետյանի դեմ ցուցմունք կտան, պնդում են պաշտպանները։ Մերժվում են բոլոր միջնորդությունները, պատասխանը հետևյալն է, ես եմ քննիչը, ես եմ որոշում, թե տվյալ անձին երբ քննեմ, իսկ դատական նիստերի ընթացքում քննիչի դիրքորոշումը, չգիտեմ, տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որ ասում է, դե որ այս մարդուն հարցաքննեմ, ասում է հիմնավոր կասկածը հերքող փաստական տվյալները հայտնեմ, ես էլ ուր եմ իրան հարցաքննում։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ բա այս մարդուն ինչի չեք հարցաքննել, այն մարդուն ինչի չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա, այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։ Տաշիր գրուպի սեփականատերը ազգային անվտանգության ծառայության նկուղում է հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց հետո։ Նրա մեկնաբանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին։ Այս խոսքերից ժամեր անց ոստիկանները Կարապետյանի տունը շղթայեցին, նրան կալանավորեցին, հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը։ Արկա է քաղաքական հետապնդում, արկա է քաղաքական բրեժխնդրություն։ Արկա է փաստացի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան։
Կարապետյանը ԱԱՑ մեկուսարանում է խիստ ռեժիմով, տեսակցությունները սահմանափակված են, անգամ կալանքը գրավով տնային կալանքի փոխելու միջնորդությունն է դատարանը մերժել։ Պաշտպանները պնդում են գործարարը ազատությունից զրկվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Քննչական կոմիտեի ղեկավարը շաբաթներ առաջ հերքել էր, թե վարչապետի ցուցումով է գործել։ Բարերարներին պասիվացնելու մասին Փաշինյանի հրապարակային սպառնալիքն էլ Արթուր Պողոսյանը ուղղորդում չէր համարել։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Ֆորբսի ցանկով միլիարդատերը, որ մինչև կալանավորվելը հրապարակային չէր խոսել իր քաղաքական հավակնությունների մասին, բանտից հայտարարեց քաղաքականություն մտնելու ու Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր նպատակների մասին։ Հիմնել է մեր ձևով շարժումը, հունվարից կուսակցություն կստեղծեն ու կմասնակցեն 2026-ի համապետական ընտրություններին։ Կարապետյանի եղբոր որդին չէր բացառել, որ իշխանությունը կալանքը երկարաձգում է գործարարին ընտրությունների փուլում մեկուսացնելու նպատակով։ Բաքվում ավարտվում է հայերի դատավարությունը երեկվա նիստում ըստ Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցի ռազմագերիներից մի քանիսը եզրափակիչ խոսք են ասել չընդունելով մեղադրանքը։ Ադրբեջանի դատախազը պահանջել էր կամ ցմահ կամ էլ տասնյակ տարիների ազատազրկման դատապարտել Արցախի ղեկավարներին։ Դատավարության ամբողջ ընթացքում այդպես էլ որևէ անկախ իրավապաշտպան ու լրագրող չկարողացավ անգամ դահլիճ մտնել։ Ցավոք սրտի որևէ լավատեսական, ասենք, պրոգնոզ մենք չենք կարող տալ այս դեպքում հաշվի առնելով նախկինում փորձը։ Ըստ էության ավելի հավանական է, որ մեղադրական վճիռ կլինի, թեև պաշտպանները, այդ պետության կողմից տրամադրված ձևական դեր կատարող պաշտպանները միջնորդել են արդարացնել, բայց սա ըստ էության ձևական մոտեցում է եւ կարող ենք ենթադրել, որ մեղադրական վճիռ կլինի։ Այլ բան է, թե պատժատեսակները կարող են իհարկե տարբերվել, արդեն ըստ դերակատարության եւ զբաղեցրած պաշտոնի եւ այլն, կտեսնենք ըստ էության, որովհետեւ նախկինում կրկին կոմբատանտի դասական դերակատարության համար, հատկապես Հայաստանից գերեվարված ասենք Սանթվիցի վեր, գերեվարված զինծառայողներին դատել են սահմանը անցնելու եւ զենք կրելու համար, որոնք ասում են դասական, ասենք կոմբատանտի լազորություններ են, որոնց համար հաստատ իրավունք չունեն դատելու ու 18-19 տարի ազատազրկման են դատապարտել, այսինքն չնչին արարքների համար։ Այս դեպքում շատ ավելի լուրջ մեղադրանքներ են իհարկե հնչեցվել եւ տեսնենք ինչ կլինի, հանգուցալուծումը մոտ է իրականում։ Մյուս կողմից պետք է կարևորել նաև այն հանգամանքը, որ նպատակը այս բեմականացման ինքնորոշման շարժումը դատել եւ Ադրբեջանի գործողությունները լեգիտիմացնել։ Բանտում հացադուլ անող Սերգեյ Աբրահամյանը պահանջում է բացառել խտրականությունն ու իրեն խոշտանգած իրավապահներին պատասխանատվության ենթարկել, բայց կասկածում է, որ ոստիկանական բռնությունների մասին ցուցմունքները քննության նյութ կդառնան։ Հայաստանի 10 բանտերում 12 մարդ հացադուլի մեջ է։ Նրանց ուղիղ կեսը ծայրահեղ այս քայլով բողոքում է հարուցված քրեական գործից ու դատավճռից։ Սրանք այս պահի տվյալներն են։ Իրավապահների անարդարությունից բողոքող անձանցից մեկն էլ 39-ամյա Սերգեյ Աբրահամյանն է։ Հացադուլ սկսելուց առաջ նա Արմավիրի բանտից զանգահարել է ազատություն ու հայտարարել, առողջական վիճակը թույլ չի տալիս այս ծայրահեղ քայլին գնալ, բայց ուրիշ ելք չի տեսնում։ Ստեյ բժիշկների առողջական վիճակը լիարժեք տիրապետում։ Մեզապարկը բողոքված 5 րոպեվա մեջ 3 անգամ մտնում եմ տուալետ չեմ կարող նույնիսկ միզեն։ Հոգս կարած սաղուզը հետվիրատական ճողվել ստամոքսի խոց ռեմատիզմ Պնդում է մեղադրանքը, թե ինքը հարվածել ու հայհոյել է քննիչին ու գծել ոստիկանի ձեռքը, իրականությանը չի համապատասխանում։ Պետական մարմնի տեսախցիկները ասել են չի նագրել, կնոջը ձեռքից հեռախոսը վերցել են, բռնել են բիձոնները, ջնջել են մեջի, իրենց ցուցմունքների հիման վրա 20 օրում 2 հատուրանոց գործ են կազմել, աշխարհի հոդվածները դրվել է։ Այս գործը հակակոռուպցիոն կոմիտեն է քննում։ Վարույթն ավարտվել է, գործը փոխանցվել հսկող դատախազին, որ հաստատի եւ դատարան ուղարկի։ Ըստ մեղադրանքի Սերգեյ Աբրահամյանի եղբայրը քրեական գործերից մեկի շրջանակում հրավիրվել է հարցաքննության, նրա հետ Արմավիրի քննչականի բակ հասած Սերգեյ Աբրահամյանն ալկոհոլ օգտագործած վիճակում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը դուրս է եկել շենքից, փորձելով պարզել, թե ինչ է պատահել։ ՍԱՆ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ինչպես նաեւ բռնություն է գործադրել քննիչի եւ ոստիկանի նկատմամբ։
Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3 հոդվածով։ Նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանը մեղք կնապացուցի։ Ազատությանը, մի քանի այլ լրատվամիջոցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների բանտից արդեն 3 նամակ ուղարկած Աբրահամյանը պնդում է, քննիչն է սադրել, ինքն էլ պատասխան հայհոյել է, հերքում է թե հարվածել է, նաեւ հավելում չէր կարող կծել ոստիկանի ձեռքը, որովհետեւ ավելի վաղ հենց իրավապահներն են կոտրել իր ատամները։ Իրենք խփել են ատամները, թափել են ձեռքի վրա խազը քաշի, ինչ իբրև ես կծել եմ ձեռքը։ Երկամսյա կալանքում գտնվող Աբրահամյանն ասում է, մեկ այլ գործի շրջանակներում այդ նույն քննիչի միջնորդությամբ ամիսներ առաջ իրեն են ոստիկանները բերման ենթարկել բռնություն կիրառելով։ Դրանից հետո իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել խոշտանգման հատկանիշներով։ Արդեն 8 ամիս քննչական կոմիտեում քննվող այս գործի շրջանակներում Աբրահամյանը տուժող է ճանաչվել, բայց կադրում երևացող ոստիկաններից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նրանք շարունակում են աշխատել։ Բանտից ազատությանը հարցազրույց տված տղամարդը պնդում է, սա հաշվեհարդար է։ Տարել են գիշերվա միջև 2-ից մոտավոր պահել են Արմավիրի վարչությունում քննչական գործողությունից հետո։ Ուզեցել են այնպես անեն, որ բողոքս ՀԿԳ-ից հետ վերցնեմ խոշտանգումները, որ հարուցված է գործ։ Ազատությունը փորձել է նաև քննիչ Հակոբ Հովհաննիսյանի կամ նրա փաստաբանի տեսակետը լսել, բայց պատասխան չենք ստացել։ Աբրահամյանը հարցնում է, ինչպես է ստացվում, որ իրեն բռնության ենթարկելու գործը, որում ինքն է տուժող, ամիսներով ձգձգվում է ու ոչ ոք չկա բանտում, բայց այս գործը, որով տուժողը քննիչն է, արագ ընթացք է ստացել ու ինքն արդեն 2 ամիս բանտում է։ Կասկածներ ունի, որ մյուս կողմը կբողոքարկի ու իր կալանքի ժամկետը կրկին կերկարաձգվի։ Ընդհանուր առմամբ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի 10 բանտերում 188 մարդ է հացադուլ հայտարարել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ տարիներ շարունակ բանտերում դիտորդություն իրականացնող խմբի կազմում է եղել, ասում է, նրանց մեծ մասը նախ առողջական խնդիրներից են բողոքում, հետո քրեական գործերից ու դատավճռից։ Որ դատարաններում գործերը երկար են քննվում, հաստատում է նաև իրավապաշտպան Հովհաննիսյանը։ Հիշեցնում է, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի 10 բանտերում պահվող 2836 անձանց կեսից ավելին 1441-ը կալանավորի կարգավիճակ ունի։ Օրինակ, կամ դատական գործերը իրենց կարծիքով այդքան էլ օրինականության սահմաններում չեն հարուցվել կամ ընթանում, եւ նույն ժամանակ ժամկետները շատ ձգձգվում են եւ իրենք ավելի երկար են մնում թեկուզ կալանավորված վիճակում, անազատության մեջ եւ անորոշությունը բավական երկար ընթանում է։ Սերգեյ Աբրահամյանի համոզմամբ, եթե ոստիկանների մասնակցությամբ խոշտանգման հատկանիշներով հարուցված քրեական գործը չձգձգվեր ու նրանք պատասխանատվության ենթարկվեին, ինքն այսօր նույն քննիչի թիրախում չէր հայտնվի։ Քննիչն է, որ հերթապահ ոստիկանը, որ երկուսն են հենց հասնում են այդ քրեական գործը, բայց դեռ մինչ օրս չեն էլ արձագանվել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով այս տարվա 9 ամիսներին 80 ոստիկանի նկատմամբ պաշտոնի դրույքաչափի մինչև 3 ամիս նվազեցում եւ կոչման իջեցում է կիրառվել։ 46-ը ծառայությունից ազատվել է։ Այս վիճակագրությունում նշված չէ, թե այս ոստիկաններից քանիսն է անհամաչափ ուժ կիրառել կամ խոշտանգել քաղաքացիներին։ Միջազգային լրահոսից Թուրքմենստանում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Ըստ Կրեմլի քննարկել են նաև Եվրոպայում սառեցված ակտիվները Ուկրաինային որպես վարկ տրամադրելու Բրյուսելի ծրագիրն ու որակել դա անխոհեմ։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները։ Թեև կային կանխատեսումներ, որ մինչև կաթոլիկ Սուրբ Ծնունդ Կիևը և Մոսկվան կստորագրեն խաղաղության ամերիկյան պլանը, սակայն դատելով փաստաթղթի մի քանի կետերին Ուկրաինայի խորը անհամաձայնություններից, բանակցությունները դեռ կարող են երկարել։ Տարածքային զիջումների հարցը, որը նախատեսվում է խաղաղության ամերիկյան պլանով, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Հայտարարել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Դոնեցկի ապագա կարգավիճակի եւ Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը երկու հիմնական վիճելի հարցերն են, որոնց շուրջ դեռ բանակցում են։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասի այն հատվածը, որտեղից ուկրաինական բանակը պետք է դուրս գա, դարձնել ազատ տնտեսական գոտի, իսկ Ռուսաստանն ուզում է այդտեղ ապառազմականացված գոտի ստեղծել։ Ըստ պլանի Դոնեցկից ուկրաինական զորքի դուրս գալուց հետո ռուսական զորքը չպետք է մտնի այնտեղ։ Ռուսաստանի զորքը դուրս չի բերի Դոնեցկում, Խերսոնում եւ Զապորոժիեում զբաղեցրած դիրքերից։ Փոխարենը դուրս կգա Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Սումիի մարզերի այն հատվածներից, որոնք վերահսկում է։ Զելենսկին ասել է, որ սա չի բխում Ուկրաինայի շահերից։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ 3 տեսակապով կառուցողական քննարկում են ունեցել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք աշխատում ենք շրջանակային փաստաթղթի վրա եւ
եւ այն պետք է բավական ուժեղ լինի, որպեսզի իսկապես գործի։ Կարծում ենք, այս փաստաթղթերը պետք է հաստատվեն ԱՄՆ կոնգրեսի կողմից։ Սա կնշանակի մեր երկրի համար իրական, ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանի նախագահի օգնականը չի բացառել, որ Դոնբասում չտեղակայվի ոչ ռուսական, ոչ ուկրաինական զորք, սակայն այնտեղ կլինեն Ռուսաստանի ազգային գվարդիան ոստիկանությունը կարգուկանոն պահպանելու համար։ Յուրի Ուշակովն ասել է, թե ողջ Դոնբասը ռուսական տարածք է եւ ի վերջո կանցնի Ռուսաստանին։ Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով այդ տարածքը կանցնի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից։ Մոսկվայի սպառնալիքների ֆոնին ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցում։ Դոնալդ Թրամփը սակայն ասել է, թե հիասթափված է բանակցությունների տեմպից։ Ըստ նրա, ԱՄՆ-ն կմասնակցի եվրոպացի առաջնորդների հետ շաբաթ նախատեսված հանդիպմանը, եթե առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։ Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք շաբաթ Եվրոպայում կայանալիք հանդիպմանը եւ կմասնակցենք, եթե համարենք, որ առաջընթացի լավ հնարավորություն կա։ Չենք ուզում շատ ժամանակ վատնել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն էլ հայտարարել է, որ նախագահը հոգնել է անիմաստ հանդիպումներից եւ գործողություններ է ուզում։ Ու մինչ Վաշինգտոնն ու Կիևը բանակցում են, Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու նպատակով իր սառեցված ակտիվներն օգտագործելու Եվրոպական միության ծրագրերն անօրինական են։ Բանկը հայտնել է, որ Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց կներկայացնի բելգիական դեպոզիտարիայի դեմ, որտեղ պահվում է այդ ակտիվների մի մասը, եւ առանց Բելգիայի համաձայնության Եմեն չի կարող դրանք օգտագործել։ Երեկ էլ Եվրոպական միությունը կողմ քվեարկեց ռուսական ակտիվներն անորոշ ժամկետով սառեցված պահելու նախագծին։ Բելգիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այդ ակտիվներն ինչ որ պահի պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու նպատակով, սակայն Բելգիան չի գնա անխոհեմ զիջման։ Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ մենք որոշ մտահոգություններ ունենք։ Պարզ է, որ ուշադրություն ենք դարձնում սեղանին դրված առաջարկի խոցելի կողմերին, իրավական եւ ֆինանսական ռիսկերին։ Արտաքին դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ Ուկրաինայի ներսում հիմնական թեման նախագահական ընտրություններն են, որոնք չեն անցկացվում երկրում սահմանված ռազմական դրության պատճառով։ Նախագահ Զելենսկին երեկ կրկին ասել է, որ պատրաստ են անցկացնել, սակայն նախ պետք է հրադադար ապահովվի։ Մինչդեռ ուկրաինացիներն ընտրությունների հարցում տարբեր կարծիքի են։ Արժե անցկացնել, որովհետև մեր նախագահը հոգնել է արդեն, դա երևում է, եւ ժողովուրդը պետք է ապացուցի, իսկապես վստահում է Զելենսկիին։ Հիմա առհասարակ դրա ժամանակը չէ, հատկապես որ մարդկանց կեսը չի մասնակցի, նրանք ովքեր ռազմաճակատում են, ժամանակավորապես մեկնել են արտերկիր։ Սրանք կլինեն ընտրություններ, որ չեն արտացոլի իրական պատկերը։ Դա ֆինանսական անտեղի ծախս է, մեզ այդ գումարը հիմա անհրաժեշտ է առաջնագծում, եւ այսպես ասեմ, դա լավագույն ներդրումը կլինի։ Կարծում եմ արժե անցկացնել, որովհետև հասարակությունը պետք է արդեն կատարի իր ընտրությունը։ Այս ընթացքում ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Պավլոգրադում կա զոհ եւ վիրավորներ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ վերցրել է Դոնեցկի Սևերսկ քաղաքը։ Ուկրաինական զինուժն իր հերթին Յարոսլավլում նավթավերամշակման գործարանի է հարվածել։ Տվերում անօդաչուի հարվածից բնակելի շենք է վնասվել, կա 7 վիրավոր։ Ուկրաինան հայտարարել է, որ Կասպից ծովում հարվածել է 2 նավի, որոնք զենք զինամթերք էին տեղափոխում։ Նաեւ պնդել, որ Կուպյանսկին մոտ մի քանի գյուղ է հետ վերցրել։ Այսքանը լրատվական կենտրոնը եթերում կլինի վաղը ժամը 16-ից, մինչ այդ բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում եւ այցելեք մեր կայքը azatutun.am